Եվրամիությունը Բրյուսելում արտահերթ նիստ է անցկացրել Ուկրաինայի հարցով։ Քննարկումների առանցքում եղել են Եվրամիության կողմից Ուկրաինային աջակցելու համար պաշտպանական ծախսերի վերաբերյալ հարցերը։ Հանդիպմանը հեռակա մասնակցել են Թուրքիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Կանադայի վարչապետը, Նորվեգիայի և Իսլանդիայի վարչապետները։ Եվրոպական գործընկերները և նրանց դաշնակիցները պետք է աշխատեն աջակցելու Ուկրաինային և ապահովելու կայուն խաղաղություն։ Հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, հավելելով, որ ՆԱՏՕ-ի համախոհ գործընկերների հետ համագործակցությունը կենսական նշանակություն ունի միջազգային անվտանգության համար։ Եվրոպական անվտանգությունը միայն միության անդամ երկրների խնդիրը չէ, դա մի հարց է, որը վերաբերում է բոլոր եվրոպացի դաշնակիցներին, հայտարարել է Էրդողանը։ Թուրքիան շարունակում է Եվրամիությանն անդամակցելու իր հայտը, ասել է նա, հավելելով. «Մենք ակնկալում ենք, որ միությունը ռազմավարական մոտեցում կընդունի և հետևաբար հնարավորինս շուտ կվերականգնի մեր անդամակցության բանակցությունները»։ Էրդողանն ընդգծել է Թուրքիային այնպիսի մեխանիզմներում ընդգրկելու կարևորությունը, ինչպիսին է խաղաղության եվրոպական հիմնադրամը, որը կենտրոնացած է Ուկրաինայի վերակառուցման և վերակենդանացման վրա։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմին, Էրդողանը շեշտել է ամուր դիվանագիտական հիմքի կարևորությունը, որտեղ սեղանի շուրջ կլինեն երկու կողմերն էլ։ Թուրքիայի ղեկավարը նաև ընդգծել է անդրատլանտյան կապի առավելագույն չափով պահպանման և Ամերիկայի ամուր աջակցությունն ունենալու կարևորությունը։ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ հաջորդ շաբաթ Ջիդայում կկայանա Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Թագավորության արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը շարունակում է ջանքերն ուկրաինական ճգնաժամին վերջ տալու, կայուն խաղաղության հասնելու համար։ Մարտի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները մտադիր են հանդիպում անցկացնել Սաուդյան Արաբիայում քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ նշել էր, որ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսում են աշխատանքը։ Նա հույս էր հայտնել, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենան, շեշտելով, որ վերջնական համաձայնության հասնելու համար պետք է վստահ լինել, որ Մոսկվան իսկապես պատրաստ է խաղաղության։ ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ և նշել, որ նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդին։ Fox Business-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ նախընտրում է գործարքի շուրջ բանակցություններ վարել Իրանի հետ և ևս մեկ անգամ կրկնել է պնդումը, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել, ընդգծելով Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին, միաժամանակ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ստիպված չի լինի հաճախակի կիրառել այդ գործիքները։ Իրանը ուղիղ բանակցությունների չի գնա Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ շարունակվում է Թեհրանի դեմ առավելագույն ճնշման և սպառնալիքների քաղաքականությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարարն Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո։ Հակակոռուպցիոն հասարակական ասոցիացիան Թափանցիկություն Ադրբեջանը, որը հանդես է գալիս որպես Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղ, կլուծարվի։ Բաքուն Transparency International-ին մեղադրել է կողմնակալ, ոչ համապարփակ ուսումնասիրված դիրքորոշում ցուցաբերելու համար։ Թափանցիկություն Ադրբեջան կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի հոկտեմբերին։ Transparency International-ում հավատարմագրվել է որպես լիարժեք տեղական բաժանմունք։ Կազմակերպությունը հայտնում է, որ իր առաքելությունն էր ուսումնասիրել Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներն ու ձևերը, ինչպես նաև այդ վտանգավոր սոցիալական երևույթի կրճատման ուղիները։ Մոսկվան կարող է միջոցներ ձեռնարկել Եվրամիության ռազմականացման դեպքում, հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եվրամիության ռազմականացումը տեղի է ունենում հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Սա իհարկե կարող է մեզ համար խոր մտահոգության թեմա լինել և անվտանգությունն ապահովելու համար համապատասխան հակաքայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն լինի, ասել է նա, պատասխանելով ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման Եվրամիության ծրագրերի մասին հարցին։ Ավելի վաղ Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրի շուրջ։ Եվրամիության ղեկավարներն աջակցություն են հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած ծրագրին, ըստ որի պաշտպանական կարիքների համար նախատեսվում է մինչև 800 միլիարդ եվրո հատկացնել։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը չի ծանուցել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին, և Երևանը չի էլ պատրաստվում լքել կառույցը, այլ պարզապես սառեցրել է իր գործունեությունը։ Ռուսաստանի փոխարտգործնախարարն այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, ընդգծելով, որ Հայաստան-ՀԱԲԿ իրավիճակը կկարգավորվի և այդ առումով Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը նշել է, որ եթե մինչև 2025 թվականի
տարվա վերջ Հայաստանը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր մասնաբաժինը, կազմակերպության անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ, բայց հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Մերի Ներսիսյան, լուրեր։